Դեսպանատների մոտ գոյացած երկար հերթերից բացի, վիզաների մերժումներն են վերջին շրջանում հասել առավելագույնի։ Անտեղի են մերժել, ասում է ժամին դիմաց քաղաքացին ու հավելում, որ նախկինում վիզաներ էլի է ստացել։ Սակայն իր համար այդպես էլ անհասկանալի է մնում, թե ինչու է անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի առկայության դեպքում Հունաստանի դեսպանատունը մերժել իրեն։ Ինչն է պատճառը, եթե ասել են, որ ներկայացված փաստաթղթում պակասող փաստաթղթեր չկան։ Հենց Հունաստանի դեսպանատներից է վիզաներ ստացել, ցույց է տվել շարժական, անշարժ գույք, ստաբիլ աշխատանք բարձր եկամուտով, նաև բանկային շարժ, եւ այդ ամեն ինչը հաշվի առնելով դեսպանատունը ինձ մերժեց։ Այսինքն այստեղ ցույց է տալիս, որ անհիմն կետով մերժում են ու անգամ ես մտածում եմ, որ իմ գործը չեն նայել։ Ու անգամ իմ ընկերներն էլ, երբ որ դեսպանատունը պահանջում է այդ վճարված հյուրանոցը վճարված տոմսը, մեկ շաբաթ առաջ իրենց թռիչքից 3 օր հետո նոր անձնագիրը վերադարձրեցին։ Այսինքն իրենք դուրս է գալիս, որ մոտ 700 евро կորցրեցին։ Եվ հյուրանոցի մեջ, որ հյուրանոցը վերադարձուներ ու 3 օր հետո նոր այդ մարդիկ գնացին, եւ տոմսը, որ փոփոխեցինք, էլի այդտեղ տուգանք եղավ, այսինքն անգամ իրենք այդ կետերը, որ պահանջում, իրենք ասում են, որ ծրագրային խնդիր ունենք, ծրագիրը չի հաստատում ձեր վիզան, կամ մեկի վիզան տվել էին, մեկինը չէին տվել, այսինքն խնդիրների առաջ են կանգնում այսօր։ Եվրամիության անդամ երկրներ մեկնել ցանկացող մեր հայրենակիցները ահազանգում են, որ հատկապես ամռան ամիսներին չեն կարողանում դեսպանատներում օր ամրագրել։ Հերթերն են անվերջանալի։ Արտասահման մեկնել ցանկացողները հայտնում են, որ զբոսաշրջային մի շարք գործակալություններ գումարի դիմաց Շենգեն վիզաների հայտեր ներկայացնելու օրեր են ամրագրում։ Զբոսաշրջության կոմիտեից ժամի հարցմաննի պատասխան հայտնեցին, որ այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում, որ խնդիրը զեղծարարների հակերային միջամտություններով է պայմանավորված։ Կոմիտեից հայտնեցին, որ այդ առումով տուրիստական գործակալություններն էլ տուժող են, քանի որ կցանկանային ավելի շատ շահառուների սպասարկել։ Զբոսաշրջության կոմիտեն օրենք է մշակել, որով նախատեսվում է կարգավորել, թափանցիկ դարձնել տուրօպերատորների, տուրիստական ընկերությունների գործունեությունը։ Այս պահին մենք արդեն սկսում ենք բողոքների կարգի մշակման աշխատանքները, այսինքն ինչ բողոքները, որ ստանալու ենք սպառողներից, դրանք ինչպես ենք ուսումնասիրելու ու ովքեր են լինելու հասցեատերերը։ Մեր կողմից էլ կարող ենք հավաստել, որ տուրօպերատորները, գործակալները իրենք եւս տուժում են իրավիճակից ու իրենց համար էլ է սա խնդիր։ Քիչ չեն նաև այն տուրիստական գործակալությունները, որոնք ուղևորության փաթեթ առաջարկելուց բացի նաև Եվրամիության երկրների վիզաների աջակցության ծառայություն են մատուցում։ Նրանք դեսպանատներում փաստաթղթերի փաթեթի հանձնման օր են ամրագրում, ընդ որում ծառայության տեսակից կախված պահանջում են 10-ից մինչև 50,000 դրամ։ Օրինակ 4 հոգանոց ընտանիքի վիզա ստանալու համար հյուրանոցից եւ ավիավճարից բացի անհրաժեշտ է վճարել հավելյալ 200,000 դրամ։ Իսկ ինչ քայլեր են անհրաժեշտ դեսպանատներից մերժում ստանալու համար։ Նորից գրել դեսպանին, ընտրել, որ պատճառները ներկայացնեն։ Ցավոք չկա այլ ընդհանցակարգ, դա չես կարող բողոքարկել ինչ-որ ձևով։ Կարող ես ըստ էության, բայց որը կլինի արդյունքը, նույնիսկ եթե դատական կարգով բողոքարկես, որտեղ դա ըստ էության երկրների ներքին քաղաքականությունն է, միայն ռեժիմն է։ Լուծումը ըստ փորձագետի հետևյալն է. պետք է գնալ այն երկրներ, որտեղ ընդունված ենք եւ որտեղ մեզ սպասում են ու տվյալ երկիր մուտք գործելու համար արհեստական խոչընդոտներ չեն ստեղծում։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։